Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նորանշանակ տնօրեն պարոն Մանվել Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են տարածաշրջանում եւ նաեւ Եվրամիության արտաքին գործերի նախարարները Ստոկհոլմում Հյուսիսային Աֆրիկայի շուրջ ստեղծված իրադրության այսպես քննարկումներում ներառել են նաև Հարավային Կովկասի հարցի այսպես քննարկումը։ Այ Եվրամիության կողմից հետաքրքրությունը Հարավային Կովկասի, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ինչով եք պայմանավորում հատկապես այս փուլում, այս հանգրվանում։ Առաջին հիշենք, որ Եվրամիությունը անցյալ տարի բանաձև է ընդունել, որտեղ հստակ նշված էր Եվրամիության շահերը տարածաշրջանում եւ նրանց պատկերացումները կոնֆլիկտի լուծման վերաբերյալ, այսինքն ինչ որ շարունակականություն կա, գուցե եւ ասեք Հյուսիսային Աֆրիկայի այսօրվա ցակած խնդիրները ինչ որտեղ խթանել է, որ նրանք ավելի ակտիվ լինեն այս տարածաշրջանում եւ ընդհանրապես կարող ենք ասել, որ նոր մոտեցումներ փորձում են ցուցաբերել, այսինքն ավելի հստակ է խոսվում, որ պետք է չճանաչված պետությունների, հասարակությունների հետ անմիջական հարաբերություններ, անգամ խոսում է դրա մասին, որ իշխանությունների մասին նույնպես պիտի բան լիներ, թեզ լիներ, հանվեց, բայց դա էական չի, դա ցույց է տալիս արդեն մարդկանց վերաբերյալ որակական նոր մոտեցում, էքսպերտները Եվրոպական միության առաջարկում են ավելի ռադիկալ մոտեցումներ, խոսում են ընդհանրապես դրա մասին, որ կարող են ճանաչվել այս երկրները, որ պետք է այսօր առանց ճանաչումի շրջանցելով ճանաչումը ինչ որ գործողություններ սկսել Եվրոպան փորձում է նոր ձևեր գտնել եւ ավելի հաշվի նստելով իրականության հետ։ Սա ինքնին հետաքրքիր է, իհարկե սա տարբեր կողմեր տարբեր է գնահատում, օրինակ մենք տեսնում ենք որ Ադրբեջանը ավելի ու ավելի է փորձում համատել, ասենք կոնկրետ երկրներում ստեղծված վիճակը, ՄԱԿ-ի արձագանքը, բանաձևերը հիշում է այստեղի բանաձևերը, ՄԱԿ-ի անվտանգության, այսինքն ամեն կողմ փորձում է ինքը օգտագործել, որ process-ները գնան այն ուղղություններով, որոնք որ, ասենք, օգտակար են իրենց։ Եվ ասեմ, դա կապված է հենց կոնկրետ Մինսկի խմբի շրջանակում ստեղծված խնդիրների հետ, որովհետև մարտի 5-ին Սոչիում երբ որ եղավ հայտարարություն, մի շատ էական գործառույթ վերցրեց Մինսկի խումբը իր վրա, որ ամեն մի միջադեպ շփման գծում ուսումնասիրվելու է եւ պիտի ուսումնասիրվի կոնֆլիկտի կողմերի մասնակցությամբ։ Բայց տեսեք ինչ եղավ, հենց առաջին իսկ փորձը ուսումնասիրել, վերեց դրան, որ Ադրբեջանը բոյկոտեց։ Եվ ես երեք ինֆորմացիա նայելով տեսա, որ ըստերովին անդրադարձել են այդ խնդրին, որովհետեւ դա շատ կարեւոր խնդիր է, շատ էական խնդիր է, որ Ադրբեջանը համաձայնության գալով, սակայն տարածքում դեմարշ է անում, ցույց տալով, որ նա ամեն ինչի չի, որ թույլ կտա։ Այսինքն բարդությունը ստեղծվել է հենց կոնկրետ պայմանավորվածությունները իրականացնելու հարցում։ Եվ կարծում եմ հենց դրա համար գուցե եկել են տարածք այսօր բարձելու այդ խնդիրները, որովհետև եթե այսպես շարունակվի, իմաստը որն է հետագա հանդիպումների։ Այ կարգավորման ներկա փուլը կոնկրետ առաջարկների հետ համաձայնեցնելու խնդիրը հետապնդումս ձեզ թե զուտ այսպես ընթացիկ պայմանավորվածություններ կայացնելու պիտի կոնկրետացնենք, ավելի շուտ փորձում են խստացնել։ Որտեղ առաջիկայում նաև արտաքին գործերի նախարարները պետք է Մոսկվայում հանդիպեն։ Ավելի շատ խոսում է շփման գծի մասին, ավելի շատ փորձում են պատերազմի վերսկսման հնարավորությունները կասեցնել, քան կոնկրետ քննարկեն, ասեք, այդ սկզբունքները։ Այդ մեկը պարզ է, Սոչիից հետո դա եկավ։ Գուցե հենց դա է, որ Ադրբեջանը մի քիչ նյարդացրել է։ Եվ նման պահվածքի է բերել։ Դուք եք կիսում այն տեսակետը, որ Հայաստանի դիրքերը այսօր բանակցային սեղանի շուրջ բավական ամուր են եւ ուժեղ։ Չէ, ոչ մի ամուր չկա, ուղղակի կարելի է ասել, որ ինչ որտեղ նոր մի ոլորտ են գտել, որ բանակցային process-ը շարունակեն, որովհետեւ արդեն մի տարուց ավել է, ինչ կողմերը ըստ էության չեն կարող համաձայնության գալ անգամ սեղանի դրած փաստաթղթի շուրջ։ Պիտի հիշենք, Ադրբեջանը անընդհատ խոսում է նորացված մադրիդյան սկզբունքների ինչ որ տարբերակից,
ասելով որ նա կարող է բանակցել միայն տարբերակով, Հայաստանը խոսում է 2007 թվականին ներկայացած տարբերակ, անգամ տարբերակներ են արդեն։ Բայց փորձագիտական նաև մակարդակում խոսվում է այն մասին, որ մենք ըստ էության այսպես հետ պատերազմական մի ժամանակաշրջանում ենք հայտնվել, երբ ըստ էության ոչինչ չկար, եւ այժմ երբ Սոչիում հռչակվում է ձգտումների մասին եւ կոնկրետ պայմանավորվածության կողմերը չեն կարողանում հանգել նույնիսկ Ռուսաստանի նախագահի այսպես միջնորդությունը նրանց չի զսպում, ըստ էության բավական փխրուն վիճակ է հակամարտության գոտում, ինչ եք այս մասով։ Փխրուն է, որովհետեւ ըստ էության բանակցային process չի գնում կարգավորման շուրջ, ուղղակի իրավիճակի շուրջ է բանակցությունները, իրավիճակի շուրջ են գնում։ Եվ այստեղ ես չգիտեմ ասեք հայկական կողմը ոնց է գնահատում դա, որովհետև ընդհանրապես մինչև հիմա էլ պարզ չէր եւ հիմա պարզ չէ սպասելիքը որն է։ Շատ կարևոր է, երբ որ դուք գնում եք բանակցություններ, տեսնեք դուք ինչ եք սպասում եւ ոնց եք դրան հասնելու։ Հստակեցված չի դա։ Երբ որ չկա հստակեցում, փաստորեն դուք ընդամենը ինքներդ մասնակցում եք process-ի մեջ։ Ինչ է լինի։ Սպոնտան, այսպես։ Ինչ է լինի։ Այնտեղ գնաք խոսեք կամ այո ասեք կամ ոչ ասեք կամ մի բան դուք ինքներդ առաջ քաշեք, այս վիճակն է ստեղծվել։ Շատ լավ։ Բանակցային process չի, ավելի շուտ ինչ որ գեոստրատեգիական process է գնում Ռուսաստանի գլխավորությամբ եւ Մինսկի խմբի հովանավորությամբ, կարելի է sense ասել։ Սա իհարկե կոչել բուն բանակցային process արդեն դժվար է։ Շատ լավ։ Ղարաբաղը եղել եւ մնում է նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգի շատ կարեւոր տարը եւ չեմ կարող չանդրադառնալ նաեւ ներքաղաքական արկա գործընթացներին։ Այ ամսի 8-ին տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը եւ շատերի գնահատմամբ երկրում նոր իրավիճակ է վերջին գոնե մարտի 1-ից սկսած հանրահավաքներից հետո, որը կարող է արմատական այսպես լուծումներ եւ նաեւ բեկում առաջացնել երկրում։ Այ ինչպես է գնահատում ընդհանրապես ստեղծված իրավիճակը եւ Ղարաբաղի գործոնը այդ իրավիճակի վրա։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի գործոնին, ես անդադար կրկնում եմ հիմա նորից կասեմ, որ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը դիմում է Ղարաբաղյան խնդրին, ինքնին բարդացնում է իր քաղաքական դիրքերը։ Ղարաբաղյան խնդիրը աշխատում է եւ աշխատելու է միայն օգուտ իշխանությունների։ Դա իր բնույթն է։ Սակայն բարբերաբար ընդդիմությունը դիմում է այդ խնդրին եւ այսօր մենք կարող ենք տեսնել, որ հիմնականում որպես սպառնալիք, օգտագործելով որպես սպառնալիք, իշխանությունները դա անընդհատ են անում, իսկ անընդհատ ասելով, որ դեստաբիլիզացիան եւ այլն կարող է վնասել մեր անվտանգության խնդիրներին, անմիջապես հիշում են Ղարաբաղը, մենք հիշում ենք մարտի 8-ը, բայց բարբերաբար մարտի 1-ը 2008-ին Հիմա մենք նույնպես տեսնում ենք, որ այս կամ այն դիրքորոշումը հստակեցնելու համար ընդդիմությունը նույնպես դիմեց այդ քայլին, որ մենք չենք կարող գնալ այս ձևերով, որովհետև գոյություն ունի վտանգը։ Ինչն է փոխվել։ Փոխվել է ընդհանրապես հասարակությունը։ Ես ասեմ, որ այս իրավիճակում հասարակությունը արդեն իսկ այն հասարակությունը չի, որը մենք ունեցել ենք անգամ այս 3 տարվա ընթացքում, ինչու հասարակությունը դառել է պահանջկոտ։ Հասարակությունը քիչ է ուզում հավատալ, շատ է ուզում տալ հարցեր եւ ստանալ պատասխաններ։ Սա կարևոր մի նոր հանգամանք է եւ ես տեսա Ես մի բան էլ ավելացնեմ, բավական կասկածամիտ հասարակություն է եւ բավական այսպես լուրջ հավակնություններ ունեցող եւ այսպես անվստահության ընդհանուր մի մթնոլորտ է հենց անվստահության մթնոլորտից է ըստ երևույթին եկել այդ պահանջկոտը այո որովհետեւ ժամանակին մենք ունեցել ենք ինչ որ քաղաքական դեպքեր որտեղ կտրուկ լիդերները իրենց պահել են այնպես որ կարծես թե արհամարել են հենց իրենց հետևից գնացող զանգվածը ասում Կարտաշես Գեղամյանը, Արտուր Բաղդասարյանը դրա օրինակներն են։ Ինչը իհարկե չի կարող մոռացվել հասարակության կողմից եւ այսօր բնական է որ հասարակությունը շատ ավելի կտրուկ պահանջներ է գնում լիդերներին, հավատի վրա չի, այլ պահանջում է ցանկացած քայլ, որ ներկայացվի, հստակեցվի, ինքնին լավ բան է։
Ես գտնում եմ, որ սա շատ կարևոր բան նոր որակի մասը։ Ի վերջո սա այն հասարակությունն է, որին մենք ձգտել ենք եւ ցանկացել ենք ձևավորել։ Եվ անգամ ասեմ, որ քաղաքական ուժերը իրենք էլ կաղնելով այս նոր հասարակական գիտակցության առաջ թվում է թե մի քիչ դիսկոմֆորտի մեջ են։ Դեռ չեն սովորել, որ առաջարկելով որ հասարակությունը լինի այսպեսին կարող են հանդիպել այս հասարակության հետ եւ պիտի արդեն իրենք էլ փոխեն իրենց վերաբերմունքը դեպի այդ հասարակությունը։ Սա շատ կարեւոր է, ես կարծում եմ կբերի նոր որակի եւ այդ մեծ դիսկուսիաները, պոլեմիկան, որը այսօր գոյություն ունի, ինքնին փաստորեն պիտի բերի բյուրեղացման նոր մոտեցումների, մարդիկ սկզբից ոնց որ բաժանվում են սկզբից ճամփարներով փորձում են ամեն մեկը ապացուցել իր ճշմարտությունը, բնական է դրանից հետո կթողնեն այդ ամեն ինչը, կփորձեն միասնական ճշմարտություն գտնել բոլորի համար։ Այ ամբողջ հասարակության այսպես քաղաքականացված մասի հիմնական քննարկման թեման դա Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջև ուրեմն հնարավոր պայմանավորվածության, հնարավոր ուրեմն այսպես շփումների քննարկումն է, եթե կա այդպիսին, այ դուք այդպիսի շփում, այդպիսի երկխոսություն ուղղակի կամ անուղղակի նշмарում եք։ Որ կոնգրեսը ձգտում է դրան, կարծեմ հստակ է, դրա մասին հայտարարվում է, անգամ խոսում է դրա մասին, որ կան ուժեր, որոնք չեն ուզում դա լինի, որ դրա մեջ փորձում են լավ բան տեսնել, կոնկրետ դրված խնդիրների լուծման ճանապարհ տեսնել, դա էլ կարծում եմ հստակ է։ Ամբողջ խնդիրը դա է, որ հասարակությունը չի կարող եւ անգամ կոնգրեսի շատ անդամներ չեն կարող միջև վերջ հասկանալ, որը կարող է նել նպատակը եւ բովանդակությունը նման պայմանությունների։ Չէ որ մեր մոտ իշխանությունը մինչև հիմա եւ այսօր գնահատվում է որպես ասեք կրեատիվ ինչ-որ իշխանություն, քրեական օլիգարխիա։ Այդ նույն կոնգրեսի կողմից ավազակապետություն է հռչակել, այո, նույնն է։ Հիմա ինչ հարաբերություններ այդ։ Դե ի վերջո քաղաքականությունը նաև շարժվող այսպես գործընթաց է, ես կարծում եմ իզուր դրա մասին չի խոսվում։ Նշանակություն չունի դուք ինչ եք խոսում։ Այդ որոշումները պիտի սկզբից լինեն հասարակության մոտ, պիտի գնան հետո պայմանավորվածության։ Հասարակությունը պիտի իմանա ինչ խնդիրներ են դրվել, որովհետև տարբեր ռեժիմների հետ տարբեր ընդդիմադիր ուժեր խոսում են եւ աշխարհի պրակտիկան դա ցույց է տալիս 20-րդ դարում դեմոկրատացման մեծ process-ներ են եղել տարբեր երկրներում, օրինակները կան, ինչի մասին են խոսում, բայց այդ օրինակները մեզ հուշում են, որ սկզբից այդ որոշումները оппозиционные լիդերները ընդունում են հասարակության հետ միասին, հետո ներկայացնում Ի վերջո մարտի 1-ին հենց այդ ֆորումի նաև ինստիտուտներ ներդրվում, որտեղ հասարակությունը պետք է պատվիրակեր ընդդիմության առաջնորդներին անել այնպիսի գործողություններ, որը ուրեմն հենց ժողովրդի կողմից Բայց հետո եկավ նահանջ, ասենք սկզբից առաջադրվեց համարյա թե ուլտիմատումի պես մի ցուցակ 15 կետերից, հետո հանվեց, բայց հասարակությանը չներկայացվեց։ Թե ինչու։ Այդ առաջին իսկ դրանցից բայց 3-ը մնացին օրակարգում ամենաառանցքայիններն ու ամենակարևորները, որոնցից գլխավորը նաև որոնցից այո, քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Ուրեմն հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված 3 նվազագույն պահանջները պետք է մինչև այդ օրը կատարված լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը սպառված համարելով երկխոսության հնարավորությունը հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Այո, հիմա եթե այդ նախապայմանները իշխանությունները չընդունեն, փաստորեն պիտի չլինի բանակցություն։ Պարոն Սարգսյան, իսկ չեք կարծում, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ բացառելը ընդհանրապես շփումը իշխանության հետ կարող է ստագնացիայի եւ քաղաքական դաշտի ճահճացման ուրեմն վերածվել։ Բացառելու խնդիր չկա, ոչ խնդիրը դա է, ինչի մասին է խոսում եւ ոնց է խոսում։ Դա մասին ոչ մի բանը չի բացառվում։ Փորձ ուրիշ երկրների ցույց է տվել, որ մարդիկ պատրաստում են հստակ պահանջներ եւ դնում իշխանությունների առաջ եւ պարտադրում իշխանություններին գալ կոնտրակտի, սոցիալական կոնտրակտ ընդունված բան է 20-րդ դարում։ Սա մի բան է։
Ինչի համար, որովհետև այս ձևակերպումները բոլորը սահմանադրության նորմաների հիման վրա են դրված։ Հասկանում եք, սա շատ էական բան է, դուք սահմանադրությունը հանում եք, դրա հիման վրա հասարակության հետ մշակում եք պահանջներ եւ ներկայացնում եք։ Եթե այդպես չէ, այսինքն արդեն գործարքը ինչի հիման վրա է։ Օլիգարխիկ օրենքի, քրեական օրենքի, այս է խնդիրը։ Այսինքն այստեղ բարձրություն պիտի մտցվի, որ հասարակությունը բարձ իմանա ինչ նպատակ ունի այս կոնտրակտը եւ ուր է դա տանալու, ինչ հետևանքներ են լինելու։ Նախորդ պիտի իմանա, այլ ոչ թե հետո։ Պարոն Սարգսյան, օրերս հրապարակ նետվեց նաեւ երրորդ ուժի հավանական այսպես առաջացումը եւ նույնիսկ ընդամենը օրերի ընթացքում օրերս ժառանգության ներկայացուցիչներից մեկը ասաց, որ կան շփումներ շատ կոնկրետ երրորդ բևեռը առաջացնելու շուրջ։ Դուք հավատում եք ընդհանրապես Հայաստանում այս փուլում, երբ ընտրություններին, հերթական ընտրություններին, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ուրեմն երրորդ ուժի, երրորդ բևեռի հաջողության։ Ես կարծում եմ այդ գնահատականը եւ այդ դրվածքը ինքնին կեղծ է։ Ինչու է կեղծ։ Որովհետև Հայաստանում հստակ ձևավորված քրեական օլիգարխիա կա, դա հստակ համակարգ է եւ գոյություն ունի հասարակության շրջանում գործող ուժեր։ Այդ ուժերը գոյություն ունեն, կուսակցություններ են, միավորներ են։ Հիմա ի՞նչն է էական այս վիճակում։ Կարող ուժի խնդիրը։ Կարող է լինել մի կարող ուժ։ 20 ուժ կարող են, բայց մեկը դրանից որպես կարող ուժ հանդիսանա եւ հասարակության առաջ դրած խնդիրները բերի լուծման։ Այդ դա հենց այն ուժն է, որը պետք է կոչել ընդդիմություն։ Կարող է այսօր հակը դա անել, որոնք կարող ուժ է։ Չի կարող ուժ չի։ Հակը չի մերժում, հակը ասում է, որ խնդրեմ թող այլ ուժեր եւս իրենց տեղը ամրագրեն, ամրացնեն դաշտում։ Դա նույնպես ոչ մի բան չի նշանակում։ Դուրս է գալիս ուժ, որը գտնում է տեխնոլոգիան նման համակարգի հետ խոսելու եւ վերացնելու։ Կամ նման ուժ չի լինում։ Վերջապես գիտեք, ոչ միայն կարող է գործող համակարգը ենթարկվել ուժեղ ընդդիմության պահանջներին, այլ կարող է ստեղծվել պահ, երբ որ ընդդիմությունն է ենթարկվում գործող համակարգի պահանջներին։ Մենք կարող ենք նման բաներ այսօր տեսնենք Հայաստանում։ Դրա համար անորոշ շատ վիճակը, բայց ինչն է, երրորդ, չորրորդ նման բան չկա, կա ուժ, կա գործող համակարգ։ Եվ փաստորեն դուք այսօր այդ հնարավոր երրորդ ուժի ձևավորման շուրջ այսպես խմորումները նոր ուժ կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ որ ասեք հասարակության մեջ մեծ Այդ դուք տեսնում եք այդ հետաքրությունը այդ երրորդ բևեռի։ Եթե համաձայնություն չկա այս վիճակի հետ, եթե մինչև վերջ չպարզվի, ուր է տանում այս գիծը, չէ՞, հակի, հարկը խոշորագույն դիմադիր ուժն է։ Եթե դա չի բերում լուծումների, կամ բերում է այն լուծումների, որը որ ակտիվ հասարակությունը չի ընդունում, բնական է որ դա բերում ստիմուլացնում է նոր ուժ, որը նորից դրում է խնդիրներ, դնում է առաջ։ Ի վերջո հակնել չի եղել, չէ՞։ Եղել է ինչ-որ քաղաքական վակուում, գործում են ինչ-որ ուժեր 2007-ին։ Բայց անզորությունը, ընդհանուր անզորությունը վարակեց հասարակությունը, հնարավոր չէր։ Այդ պայմաններում ստեղծվեց, ասեք, նոր ուժ։ Հիմա նոր ուժը շարունակում է այդ գործունեությունը։ Կլուծի խնդիրները, կլուծի, չլուծի, նորից պիտի ստեղծի վակուում, հասարակական քաղաքական կյանքում, նորից նոր ուժ, նորից առաջ։ Պարոն Սարգսյան, իսկ իշխանության մեջ տեղի ունեցող գործընթացները ինչպես է գնահատում հատկապես հայտնի հուշագրի վերաստորագրումից հետո։ Այնտեղ էլ այնքան հարթ չէ իրավիճակը, երբ կոալիցիոն գործընկերներից մեկը հայտարարում է, որ միասնական ցուցակով գնալու տարբերակը իր համար ընդունելի է, մյուս կողմից մյուս գործընկերը Բարգավաճ Հայաստանը կարծես ավելի այսպես առանձին ցուցակով մասնակցելու կողմնակից է, որովհետև նաև սեփական դեմքը եւ սեփական կշիռը պահելու խնդիր է հետապնդում։ Այ ինչ եք կարծում, այնտեղ ինչ իրավիճակ է։ Ներ օլիգոպոլիայի խնդիրներ են, ոնց որ հիմա անգամ միջազգային կազմակերպությունների բարձր պաշտոնյաներ եւ տարբեր գործիչներ են հայտարարում, ասում մաֆիա не истребима։
Ալգապոլը իր ներքին կյանքով, իր հարաբերությունները ամեն պահի հստակեցնող, նրանք էլ անցել են պայմանագրային գործունեության, այնտեղ որևէ փոփոխություն չի կարող լինել ու երբեք չի կարող։ Փորձը ցույց է տվել, որևէ նման, ասենք, մի ուժ բարձրանում է, մեկը թուլանում է, նորից պայմանավորվածությունների են գալիս, դա ինքնին մի դրամաբանության մեջ է եւ մի դրամաբանության մեջ էլ մնալու է։ Պարբերաբար ուղղակի հասարակությունում գործող, ասենք, տարբեր ինդիմադիր կոչվող ուժեր միանում են դրան, ասենք, օրինացի միացել է դաշնակցությունը։ Լավ, ներիշխանական այս խմորումների մեջ Ռոբերտ Քոչարյանի գործոնը ինչպես է գնահատում։ Ես որևէ նշանակություն չեմ տալիս, որովհետև նույն Ալգապոլայի տրամաբանության մեջ է, ինչ նշանակություն է։ Այսինքն դուք այն տեղեկացություններ չեք տեսնում։ Հակասությունները կարող է ստեղծվել, եթե հավաքում է իր համապատասխան պոտենցիալը, նորից բախում, նորից գալիս են ոլորտների վերաբաժանումների, նորից ամեն ինչ կանգնում է իր տեղը։ Այստեղ ոնց որ ասում են 1000 տարի նույնն է լինում։ Եվ նոր process-ներ այնտեղ չեք նշмарում։ Երբևէ դա անհնարին բան է, որովհետև դա խոշոր սեփականատերերի, օլիգարխիան, խոշոր սեփականատերերի ոլորտների բաժանման սկզբունքի վրա կառուցված համակարգ է։ Նորից վերաբաժանում են ընդհանրապես։ Պարբերաբար վերաբաժանումներ են գնում ոլորտներ, տրամաբանությունը մնում է նույնը, սահմանադրությունը չի ընդունվում, իրավական համակարգը չի աշխատում, երբեք չի կարող աշխատի։ Մոնոպոլիան ինֆորմացիոն պահպանվում է, մոնոպոլիան ֆինանսական պահպանվում է։ Դա օրենք է, օլիգարխիա է, եւ մենք տեսնում ենք։ Եվ ըստ էության ձեր գնահատմամբ այս իշխանությունն անընդունակ է բարեփոխումների եւ ներքին։ Չի գնա, ինչու՞ չի անընդունակ։ Բայց ցանկություն չունեն, դա է մարդկանց պատկերացումը իրենց կյանքի մասին, երկրի մասին եւ բոլորովին այլ չափումներում, այլ դա մենք առաջինը չենք, վերջինը չենք։ Կենտրոնական Ասիայում, Արևելյան Ասիայում, Ամերիկայում, Արևելյան Ասիայում, Աֆրիկայում ամենտեղ էլ գոյություն են նման պետություններ, որտեղ իրենք երբեք ռեֆորմայի ներսից չեն ենթարկվում։ Դա նույնպես օլիգարխիայի օրենքն է։ Դրա մասին նույնպես խոսում են, ես նոր լսել եմ մի ամիս առաջ հենց Հայաստանում ԵՀԿ-ի ներկայացուցիչը հստակ գնահատական տվեց այդ Հայաստանում ստեղծված քաղաքական համակարգի, նույնպես ընդգծելով, որ դա դասական օլիգարխիկ համակարգ է եւ երբևէ նման համակարգերը չեն ենթարկվում ռեֆորմների։ Միջազգային այն արձագանքը, որին ականատես եղանք մենք Լիբիայում, Լիբիայի ռեժիմի նկատմամբ այդքան սուր Եվրամիության, Միացյալ Նահանգների, ընդհանուր միջև ՆԱՏՕ-ի ուժերը փաստորեն ամբողջությամբ վերահսկում են այնտեղ ռազմական գործողությունները։ Ինչու է այսպես խտրական դրված Դերներն են տարբեր միջազգային, հասկանում եք Լիբիան ինչով է առաջնահերթ երկրների մեջ մի շղթայի մի մաս է։ Այդ process-ը, որը կատարվում է արաբական երկրներում, շատ խոշոր միջազգային նշանակություն ունեցող process է եւ Լիբիայում փաստորեն ուղղակի ես կարծում եմ ստեղծվեց մի թատերաբեմ, որտեղ արևմուտքը, ոչ միայն արևմուտքը, այլ միջազգային հանրությունը, խոշորագույն պետությունները փորձեցին ինչ-որ մոդելներ ստեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումով, կոալիցիա ստեղծելով, որ փորձեն հասկանան ոնց կձևավորեն, ոնց տեղ կկանգնեն այդ process-ներին, ոչ ոք չգիտի, վաղը Սիրիայում ոնց կզարգանա, Իրանում ոնց կզարգանա, այսինքն ինչ որ առումով սա այդ շղթայի մի հատվածն է, որը դեռ պետք է շարունակվի եւ շարունակվում է, գոնե, ասենք, ոնց ասում են, обеспечили присутствие միջազգային հանրությունը կոալիցիա ստեղծել տարածաշրջանում է, որովհետև չգիտի, հիմա ես չեմ կարծում, որ դեռ մեծ խնդրեմ կար ազատվել այդ բռնապետից։ Շատ օրինակներ կա, շատ ավելի հանգիստ կարող էին ազատվել, հարցը, բայց խնդիրը դա չէ, խնդիրը հենց այդ միջազգային կոալիցիայի ստեղծելն էր, օրինականացնելն էր, որ հետագայում հանկարծ ուրիշ երկրներում խնդիրներ լինի, արդեն ունենան այդ պրեցեդենտները, որ կարողանան աշխատել։ Պարոն Սարգսյան, եթե Աստված մի արասցե Հայաստանում ստեղծվի մի իրավիճակ մարտի 1-ի նմանողությամբ 2008 թվականի, Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի դեպքերը ունենալուց, ձեր աչքի տակ ունենալուց, միջազգային արձագանքը ինչպիսին կարող է լինել։ Միջազգային արձագանքը կլինի շատ սուր, բայց սա այն տարածքը չէ, որտեղ կարելի է նման կառավարության գործողությունների գալ, որ պետք է չի փոքր երկրներ են։ Գիտեք, արաբական երկրները մասշտաբային հասարակություններ ունեցող երկրներ են։ Այնտեղ, ասեք, նույն Եգիպտոսում ես կարծում եմ ժամանակին են հասկացել, ինչին կարող է բերել, եթե 10 միլիոն մարդ
գործադուլ անեն ու դուրս գան փողոցներ, ոչ մի պետական համակարգ, ոչ մի բանակ չի դիմանա։ Հնարին բան է, նրանք ժամանակին կանգնեցին, հասկացան, եթե բանակը կրակեց, բանակը վերանալու է։ Այն ինչ որ չի հասկացել բանը Լիբիայի նախագահը, տեսնում եք, այսինքն դա մասշտաբային հասարակություններ են, այստեղ նման բաներ չկա։ Նման երկրներում, փոքր երկրներում շարժումները լայնացնելով չի, որ կարելի է փոփոխությունների գալ։ Հակառակը փորձը ցույց է տվել եվրոպական երկրներում, օրինակ Իռլանդիայում, որ նեղացնելու միջոցով ստեղծվում են ուժեր, որոնք նեղացնում են շարժումը, նեղացնում են հակադրությունը եւ պարտադրում են գործող քրեական օլիգարխիային հեռանալ։ Այսինքն տարբեր են շատ էական։ Ազգային երկրում իրավիճակ փոխելու, ռեժիմ փոխելու գործում որքան տեղ եք հատկացնում ներքին գործոնին եւ որքան ուրեմն արտաքին չափաբաժին եք տեսնում։ Գործոնը կարծես թե մի քիչ փոխվել է, վերաբերմունքն է փոխվել։ 3 տարի առաջ պարզ իսկապես Հայաստանի իշխանությունները աջակցություն ստանում էին դրսից։ Հիմա արդեն դա չի երևում։ Ես կարծում եմ հիմնականում ներքին գործոնը այսօր կարող է արդեն հարցը լուծման բերել։ Եթե բացառապես ներքին ուրեմն ուժերով կարելի է երկրում ոչ մեկ իմաստ չի տեսնի։ 3 տարի առաջ իմաստ տեսնում էին, որովհետև չէին հասկանում դա ինչ է, դեռ այդ սինդրոմները հեղափոխությունների, որոնք կատարվել են, ասենք Վրաստանում, Ուկրաինայում, մի քիչ մտահոգում էին, ասենք Ռուսաստանի բան, բայց այսօր ուրիշ վիճակ է։ Այսօր որևէ մեկը չգնա պաշտպանի, ասենք, մի ռեժիմի, որը արդեն իսկ գործում է իր աջակցությունը հասարակության կամ ընդհանրապես հակադրված է հասարակության։ Ինչի համար πάει, իմաստը որն է։ Այդ սարսափները միջազգային կորել են։ Ռուսաստան անդատնայում հանուն կայունության, ինչպես մինչև հիմա եղել է։ Կարելի է կայուն ձևերով էլ այս ամեն ինչ անել, ելի եմ ասում, միակ բանը, որը թույլ է տալիս մեզ փորձել քննարկել այս խնդիրները, դա միջազգային փորձն է, մանավանդ 20-րդ դարի երկրներում ունեցած փոփոխությունները։ Մենք երբ որ տեսնում ենք, որ տարբեր երկրներում շատ հետաքրքիր փայլուն ձևեր են գտնել փոփոխությունների, դա նշանակում է, որ ձևերը կան։ Փոքր երկրներում իր ձևերն են, մեծ երկրներում իր ձևերն են։ Ուղղակի այստեղ նույնպես հասարակությունը պիտի նոր վիճակում վերագնահատի, քաղաքական ուժերը փորձեն տեսնեն, որն է ճիշտ, որն է սխալ, լայնացնելով, նեղացնելով շարժումը։ Մեկ թվում է, թե նեղ շարժումը ավելի թույլ է, քան լայնը, բայց իրականությունը ցույց է տալիս, որ գիտեք, 1000 հոգի, որոնք գիտեն ոնց փոխեն, շատ ավելի ուժեղ են, քան 500,000 հոգի։ Այդ փորձն ենք մենք տեսնում, պետք է քննարկել։ Շատ լավ, պարոն Սարգսյան, շնորհակալություն այս հանդիպման համար, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարյավ, ցտեսություն։